Շարունակվում է առավոտ լուսան սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է, իսկ մենք գիտենք, թե հայտնի ընտանիքներում ինչքան ջերմություն կա երբեմն, ինչքան հոգատարություն եւ շնորհակալություն բոլոր այն մայրիկներին, հայրիկներին ու երեխաներին, որ նաեւ սոցիալական հարթակներում են կիսվում այդ ջերմությամբ, վարակելով բոլորին։ Եվ մենք էլ վարակվելով այդ ջերմությամբ, այդ սիրով, որոշեցինք հենց օրվա խորհրդին այսպես ընդառաջ հրավիրել մեր տաղավարում շատ այսպես ջերմ ու շատ սիրելի մի ընտանիքի։ Ասենք, թե մի քիչ ձգենք։ Չէ, իհարկե ասենք, որովհետև շատ երկար ենք սպասել։ Գովել էլ կարող ենք, շատ երկար ենք սպասել, որովհետև մեր տաղավարում Իրինա Թովմասյանն է իր գեղեցկուհիների հետ, Ալիայի եւ Մաշայի հետ միասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մենք էլ ենք շատ ուրախ։ Եվ շնորհակալ ենք, որ այսօր եկում եք մեզ հետ, առիթն օգտագործելով նաև ընտանիքի մյուս անդամներին ողջույններ ուղարկենք։ Այո, ողջունում ենք ու շատ շնորհակալ ենք, որ հենց այսօրն ենք ձեր հյուրը, որովհետև այսօր շատ կարևոր օր է, իսկապես շատ։ Նախքան մեր շփվելը միանշանակ կշփվենք նաև օրվա հետ կապված, բայց արդեն շտապենք ներկայացնենք, թե ինչ նորություններով եք դուք եկել ու այսօր ինչ բաղադրատոմս եք առաջարկելու մեզ։ Մենք այսօր սարքելու ենք շատ հետաքրքիր բան, տեսներ երկու տեսակ։ Մեկ ավելի նախաճաշի ուտեստ, մյուսը երևի ավելի ընթրիքային։ Գիտես, նայած։ Ես օրինակ նախաճաշին եք ուտեի, քանի որ շատ վաղ ենք արտանում բոլորս, շուտ քնում ենք, շուտ արտանում ենք, այսպիսի նախաճաշը արդեն կարծում եմ հանգիստ կարելի է օգտագործել։ Իսկ ավելի մանրամասն թող մնա գաղտնիք։ Մեզ դուք որ ֆորտարկեք։ Ոնց կասեք, դուք այդ այսօրվա տիրուհիները դուք եք, ոնց դուք կասեք, մենք միայն հնազանդ։ Իսկ հիմա քանի որ ինչ է պետք լավ մեզ դրա համար, բաղադրիչները ասենք։ Առաջին ուտեստի համար պետք են սկզբի համար երկու հատ բաժակ, որտեղ երկու հատ բաժակների մեջ ենք պատրաստելու։ Մեզ պետք են ելակ, շաքարավազ, Չէ պետք։ Պիչենյաներ։ Այստեղ պատրաստել ենք քրիմ չիզն է։ Այստեղ կա քրիմ չիզ, խառնել ենք վանիլա եւ շաքարավազ։ Եվ հետո կաթ ենք արել, խառնել ենք կաթը միքսերով եւ նոր խառնել ենք այս դրա հետ։ Ահա։ Եվ մի փոքրիկ կարակ ենք խառնել նաեւ։ Իսկ մյուս ուտեստի համար? Իսկ մյուս ուտեստի համար սա աղանդներ։ Տոստի հաց։ Այո։ Պետք է այսպես իմոնասիելի պանիրների տեսակն է։ Պանիրները, որոնք հալվելու են ջերմության ժամանակ։ Մեզ պետք է ձու, պետք է մարոլ, լոլիկ եւ կարակ։ Կարակ։ Շատ հեշտ բաղադրատոմսեր են, այնպես որ տեղավորվելու ենք շատ կարճ ժամանակահատվածում, չէ՞ երեխեք։ Այո։ Ու վերջում կհամտեսեք եւ կասեք համը։ Անպայման։ Հրաշալի։ Դե կարող ենք արդեն սկսել։ Դուք պատրաստ եք։ Այո։ Ընթացքում դուք մինչև սկսեք արդեն ձեր գործողությունները, մենք էլ ձեզ հետ եթե դեմ չեք մի քիչ կշփվենք։ Սիրո։ Սկսենք առավոտից։ Սկսենք առավոտից, թե ինչպես եք առավոտը սկսում առհասարակ։ Ինչպես եմ առավոտը սկսում։ Արտանում եմ շատ վաղ, ժամը 5-ին, ամբողջ կյանքում է այդպես եղել։ Ամեն ինչ առավոտյան եմ անում, եթե նույնիսկ տանը հյուրեր են լինում, սեղանն է լինում դրված, հա, ես ինչը փչանում է դնում եմ սառնարանը, մնացած ամեն ինչ արվում է առավոտյան, ոչ մի գործ երեկոյան չեմ անում, որովհետև վաղ էլ քնում ենք։ Համեմատած։ Առողջ ապրելակերպի լավագույն դրսևորումներից մեկը։ Նույնիսկ ասում ավելին 8:30-ից երազում եմ քնի մասին, բայց իհարկե չի ստացվում, այո։ Ու դա կատարվում է նաև ամռանը, երբ որ բոլորս բոսնում են, հա, մենք էլ ենք իհարկե բոսնում, դառնում է ամռանը մեր քնի ժամը 11։ Դե մենք էլ ուզած-չուզած մեզ ստիպում են։ Այո։ Ահա, երեխաները բողոքում են։ Դուք բայց երբ եք ուզում քնեք, ժամը 11-ին։ Թեկուս։ Ալյասեն։ Հա, ավելի ուշ եք ուզում փաստորեն։ Իրենց որ մնա, հա, բայց իրենց չի մնում։ Ինձ հետաքրքիր է ուղղակի։ Խոհանոցում Իրինա, աղջիկները միշտ են օգնում, թե այսօր են ուղղակի որոշի օգնեն, այսօր են։ Իրանք դեռ վաղ տարիքից, շատ փոքր տարիքից շատ են սիրել խոհանոցը։ Այո, բայց այս վերջերս ես այդքան չեմ օգնում։ Ինչու՞։ Այս վերջերս Որտեղ ես շատ եմ գործում, այդ ժամանակ։ հա, ինքան ժամանակը իր բիզնեսին է հատկացնում։ Ալյա, ինչ Մի քիչ բիզնես պատմի, Ալյա։ Հələ պատմի։ Հիմա իդեպ գրում ես հենց քո գործածը, չէ՞։ Հա։ Վարդագույն, շատ գեղեցիկ։
Ինչպես որոշեցիր գործել։ Երբ սերը ծնվեց քեզ։ Դա դպրոցում նախ անում էին գործվածքներ, դա էլ է արդեն բան, բայց այս գործվածքների ձևերը ես եմ մտածել ավելի շատ։ Իմ դասղեկն է հենց ձեռքի աշխատանքի ուսուցիչը, ու կան ժամանակներ, երբ որ մի բան օրինակ եմ հասկանում ինչ ֆորմայի գործեմ, բայց ինքը միշտ ինձ օգնում է, բայց ես էլ եմ էլի մտածում, փոքրուց շիրել եմ գործել ու նայել, ուզել եմ միշտ գործել, ու որ դպրոցում սկսեցինք անցնել, ավելի սերս մեծացավ, ու այդ որոշեցի, որ վсё, ես պետքա արդեն գործեմ։ Սկզբում իմ բիզնեսում կար մենակ ուլունքներ, ավելի ուլունքագործական բաներ, հետո սկսեցի արդեն գործել, ու հիմա արդեն գործում։ Եվ ստեղծել նոր ու հետաքրքիր հագուստներ։ Քանի հատ հագուստ կարող ես գործել։ Մեկ օրվա մեջ։ 1, 2, 3։ Նույնիսկ 3, պատկերացնեք։ Լուսինեն պատմել էի դեպ, մի անգամ Լուսինեն ասաց, երբ մտնում ենք տուն, կարծես տան մեծ տատիկը լինի, միացնում էի սիրելի ֆիլմը, մուլտֆիլմը եւ շտապում արագ այսպես շատ արագ գործում է։ Ես հիշում եմ տատիկս մի ամսում հազիվ մի հատ գործեր թե չէ։ Դու օրվա մեջ 3 կարամ գործեմ։ Իսկ դա քանի ժամվա ընթացքում 3 ժամվա երևի, հա։ Չէ, այդ մի հատ բանի համար, 1-2 բանի համար հերիք, եթե մեծ բան եմ գործում, կան, որ մենակ ես գործել եմ 1-2 օրվա ընթացքում, քանի որ շատ բարբունքների եմ գնում ու ավելի բարդանում է։ Կեսի անեմ, հա։ Որովհետև ժամանակը ուրիշ բաների վրա է ծախսում։ Մաշ, իսկ դու մտածել ես քո բիզնեսի մասին։ Ալյան արդեն հասկացանք, որ իր ընտրությունն ունի, իսկ դու։ Ես ոչ թե ավելի շատ ժամանակ եմ հատկացնում իմ բիզնեսի վրա, այլ զբաղվում եմ գիմնաստիկայով ու բարի ավելի գիմնաստիկայի վրա եմ մտածում։ Մարիան էլ չեմպիոն է, ինքը մեդալակիր է։ Ահա։ Իհարկե չի սիրում, որ ես դրա մասին ասում եմ, որտեղ ինքը շատ համեստ է։ Չի սիրում, որ գլուխ են գովում։ Ինչ մեդալի մասին է խոսում մաման։ Գիմնաստիկայի։ Մրցումների ժամանակ նվաճած։ Բայց կուզեինք, որ դու ասեիր, Մաշ։ Չի պատասխանությունների։ Մեդալների մասին, բայց եկեք խոստովանենք, որ ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքը, բիզնեսը դա մայրիկ լինելն է, այն էլ 3 աղջիկների։ Չէ։ Ինչու ալա։ Իրենց դեպքում է հեշտ, իհարկե, դա նորմալ է։ Բայց մենք հա, ես ասեմ ինչ հեշտ գործ ենք անում։ Բաներ է կազմակերպում, մի հատ զանգով ինքը կարա կազմակերպի։ Իսկ ամենաբարդը իմն է։ Ինքը չի նստում ժամերով մի բան անում, ինքը նստում է, արագ-արագ վերջացնում է խոսելը, ամեն ինքը ունի աշխատողներ, իսկ ես չունեմ, դրա համար… Բայց դու քանի տարեկան ես, մաման քանի տարեկան, իսկ դու գիտես, որ ինքն էլ քո տարիքից սկսած այդպես չարչարվել, սովորել, պատրաստվել, հասել է ինչ-որ մի տարիքի, դու ես այդ ճանապարհին, երբ որ կգա մի գեղեցիկ օր, դու կունենաս շատ աշխատողներ, դու էլ արդեն զանգերով կկազմակերպես Չեմ ուզի աշխատող ունենամ։ Սիրում ես, որ դու միշտ ինքնուրույն անես։ Հա, իհարկե ես երբ որ շատ sense օրվա ընթացքում պետք է շատ բաներ գործեմ, իմ ընկերները միշտ իմ հետ են, ինձ օգնում են, բայց իմ օգնությամբ էլ են իրանք օգնում ինձ։ Բայց արի նաև խոստովանենք, որ մայրիկը այդ աշխատանքին զուգահեռ, չնայած քեզ թվում է հեշտ, բայց դա բավականին բարդ աշխատանք է իրականում, դրան զուգահեռ նաև փորձում է եւ հոգ է տանում ձեր մասին, փորձում է ամեն ինչ անել, որ դուք ունենաք համեղ ընթրիք, միշտ մաքուր եւ արդյունքված հագուստ, չէ՞։ Պետք է ասել շնորհակալություն դրա համար մայրիկին եւ հայրիկին։ Շնորհակալություն։ Դե բաբան չի անում է դրանք։ Ապրես դու Մաշա։ Ուր հասանք աղջիկներ։ Այստեղ մենք վերցնում ենք այս թխված բլիթները։ Հա։ Ջարդրտում ենք, ոնց որ։ մի հատ լավ սեղան չէ՞։ Լցնում ենք բաժակի մեջ, այսպես։ Փորձում ենք գթալով սեղմել։ Եվ մեր ելակ արդեն կտրտած բանով ավելացնում ենք գթալ ավելացնում ենք շաքարավազ եւ լավ փորձում ենք հարել։ Ձայնից առաջ եք մնում, երեխեք։ Դե այո, որովհետեւ քիչ գազը միացրած չէ։ Մենք խնդիր Տեխնիկական ունենք, խնդիր ունենք։ եթե տեխնիկական խնդիր ունենք, փորձենք օգնենք։ Հիմա այստեղ դիր ու սպասի թողածվի։ Տեսնում եք, տեղերը փոխվում ենք։
Դե մենք դպրոցում առաջի դասարանից անցել ենք սենց բաներ ու գիտենք ոնց է ամեն ինչ լինում։ Դանակով ենք կտրել։ Առաջի դասանում որ գալիս էին տուն ու ուզում էին դանակով կտրեն, ասում էին, «Վայ, զգուշ եղեք», ասում էին, բայց մենք սովորել ենք ու գիտենք ու այդ դպրոցի բանը ազդեցությունը շատ մեծ է։ Նաև այս Չէ, սպասում։ սիրո արտահայտման։ Բայց մեր մտահոգությունը կարծում տեղին է, մեզ առաջին դասանում չեն սովորացնում բանել, ինչ որ մի բան կտրել, դա 6-րդ, 7-րդ դասանից նոր սկսում էին կամած վստահել։ Բայց մեկ անգամ որ տեսնում ես, արդեն համոզվում ես, որ ստացվեց։ Դե վաղ տարիքից ավելի կարծում ճիշտ է, որ երեխաները գիտեն։ Մենք այս ուտեստները հիմա ինչ որ պատրաստում ենք առաջին անգամ, դա էլ ասեմ, որտեղ մեզ էլ է հետաքրքիր։ Ծեծված բաներ չարեցինք։ Հմտորեն եք շարժում, ու մեզ թվում է վաղուց արդեն։ Բայց ես գիտեմ, այստեղ կա հավադրություն։ Դուք հատուկ այնպես եք արել, որ ես անջատվի, որ երևա, որ ես չեմ կարողանում սա պատրաստել, իսկ իրենք մնաք մեր տաղավարում եւ կարողանանք շատ ավելի հետաքրքիր գաղտնիքներ իմանալ, թե քո կողմից ինչպես են երեխաները պատրաստվում, դասի գնում, ինչ չարաճճիություններ են անում, եւ թե երեխաները մի քիչ պատմեն, այլ է։ Ինչ էիր ասում։ Ես ընդհատեցի, ներողություն։ Չէ, հանգիստ է հայ։ Մոռացա։ Հա, ուզում եմ իրանալ ինձ մենակ չքննադատեք։ Ես այս բաները չգիտեմ ոնց է սարքում, ուղղակի լսում եմ ոնց են անում։ Բայց Երևանում է, որ ես էլ չգիտեմ, ասեմ քեզ իմանաս։ Չէ։ Բայց անկես կողքից դեռև այլ տպավորություն է, թե Ալիայի դեպքում, թե Մաշի, թե ձեր, որ իրենք ասեմ ավելին, իրենք գիտեն պատրաստել ղափամա, իրենք պատրաստել են տոլմա։ Տոլմա։ Տոլմա էլ եք արել, չեք հիշում։ Դու հիշում ես, չէ՞ Մաշ։ Չէիք Հիմա այս եմ տոլման։ Հիմա այս եմ վերայցանում։ Չեն հիշում։ Տեսանում, հետո ելակն ես անում, քիչ կանես ելակ։ Բայց ղափաման հիշում եք, չէ՞։ Ես անում ու վերջում մի հատ ելակ ամբողջ։ Իսկ ղափաման հիշում եք, երեխեք։ Ընտանեկան քննարկումներ են մեր խոհանոցում, սիրելի հեռուստադիտողներ։ Հա, ղափաման հիշում ենք, Ես չէ։ Այն որ Կարծես միացավ։ ինձ շատ է դուր գալիս նրանց ակտիվությունը, ինձ շատ դուր է գալիս նրանց ջերմությունը, մենք առավոտյան էլ երբ որ խոսում ենք սիրելիներս, հենց այս ամենի մասն ենք խոսում, որ ինչքան ջերմություն կա ընտանիքի, այո, թեկուզ հենց այս շփման մեջ, որ միասին հավաքված մի աշխատանք ենք անում, որի արդյունքը հետո բոլորս փորձում ենք, համտեսում ենք, համտեսելու ընթացքում էլ նույնիսկ կարողանում ենք շփվել, թե ոնց արեց, ոնց պատրաստեց, լավ է ստացվել, նավատ արդեն կարծես թե աղջիկները վերջացնում են, հա? Այո։ Մնացել է համեղը։ Իսկ ինչ որ մի բաղադրատոմս, որը որ ձեր ընտանեկան այսպես ընդունված բաղադրատոմսն է, որը ամբողջ ընտանիքը շատ է սիրում։ Մամայի վաֆլները։ Որ քնից զարթնում են, այդ հոտը առնում են, այսօր էլ են կերել իրանք, իդեպ ասեմ, այսօր էլ կերանք, նոր եկանք, քնից որ արթնանում են այդ հոտից, այն որ մի քիչ էլ դժվար են արթնանում, մի անգամից վեր են կենում։ Հոտ չկա։ Հոտ չի գալիս։ Չէ։ Լավ գոնե մեկը ասում է։ Չէ, վստահ եմ, որ ավելի նրբանկատ է կարծես։ Վաֆլիների հոտի նկատմամբ։ Այդ բույրը վաֆլիների։ Հիմա ինչ եմ անում։ Ուզում ես ավելացնես, չէ, կոմոդ պատրաստ, քեզ մնում է ելակը դնում։ Դեռ մի քիչ եմ ուզում։ Հա, բայց էլ տեղ չկա։ Բայց էլ Այդ չպիտի պետք է անես։ տենց չանես։ Այսպես Այդ կաղոց խրես, հա, ինչ սիրուն արեցիր, հալա։ Ոնց է երևում։ Արդեն ձևավորելու, զարդարելու փուլ։ Արվեստի մասնիկ մցրեց մեջը։ Մաշան փորձում է հնարավորինս Իսկ բացի հավասար։ վաֆլիներից, Բացի վաֆլներից էլ ինչեր եք սարքում։ Всё, Ես բաժակովը պատրաստ։ երեք Հիմա սարքում եմ մի հատ ես բան, որը հիմնականում չի եփվում։ Ինքը ավելի աղանդներ է շատ սիրում։ Կեքսեր, չէ՞, Մաշ։ Կեքսիկներ է սարքում շատ Կարող եմ քիչ համով։ ավելացնենք։ Քաղցրի պատասխանատուն Մենք ամբողջ ընտանիքով շատ քաղցրակեր ենք, սա էլ ասեմ։ չի երևում բացարձակ։ Դե ով քաղցրակեր չի։ քաղցրակեր Անցյալի բոլորս ենք։ Չէ, Անցել Դե ես շատ քիչ մարդիկ կան, որոնք որ փոքր ժամանակ դու չես սիրել քաղցր։ ես Չես հիշում։ Ես հիշում եմ քեզ, դու շատ էիր, հա։ փոքր ժամանակ շատ էի ուտում քաղցրներ։ Փոքր ժամանակ ոնց կարելի է քաղցր չսիրել։ Ես որ տորտ եմ պատրաստում, անընդհատ խնդրում Ինչ եմ ես ասում անում։ տորտ։ Անընդհատ խնդրում եմ ասում եմ ամուսնուս որ ուտելուց գոնե փորձիր մի կտոր թողնես երեխաներին, տենց ամբողջը Հա, չնստես։ միկադո է սարքում։ Ուզում հիշե ինչ տորտ է սարքում։ Հա, միկադո է սարքում։ Եվ վստահ եմ շատ համով, չէ՞ Ալիա։ Հա, Վերջ։
Պատրաստ։ Պատրաստ է։ Մաշան էլ Մի հատ վերջացրեց։ առաջինը մի հատ բան կարամ ասեմ։ Ասեկումն ավելի սիրուն։ Այդ շատ կարևոր է էլի մեր համար։ Մենք չենք Եթե անկեղծ, ես միշտ փոքրերի կողմից եմ, Մաշայինը։ Իսկ դուք Որ լինի հավասարություն, կասեմ քո պատրաստածը։ Չէ, բայց եթե անկեղծ արդար։ Դե հիմա մենք հերվից չենք տեսնում Ասեք ձևավորումը։ վերև մոտիկ, կուզեք։ Արի, Հայ, համեցիր։ արի դու մնա մեզ մոտ։ Այնտեղ գնամ չբաց։ Լավ, արի մենք այսպես նայենք, ասենք ումն է ավելի գեղեցիկ։ Ասա։ Քեզ սա է դուր գալի, ինձ սա է դուր գալի։ Ես մառը։ Դեպսա, հեսա գտալ վերեմ։ Շատ շնորհակալություն։ Մեր նախաճաշը պատրաստ է, սիրելի հեռուստադիտողներ, ահա թե ինչու մենք չենք նախաճաշում առավոտյան, որովհետև գալիս ենք աշխատանքի եւ մեր հյուրերը խոհանոցում հրաշքներ են գործում։ Շնորհակալություն Ալիա։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ 3-4։ Փորձում ես դու արդեն։ Այո, իհարկե։ Ես վստահ եմ, որ դու Աղջիկները սիրով պատրաստել են։ Հիմա ասեք մյուսը ես եմ։ Հիմա աղջիկները արդեն սկսեցին օգնել մայրիկին։ Ես ընդհանրապես տեղափոխվեցի կարծում եմ այս կողմ։ Մի հատ բան ասեմ, հետո չես ասի, ինչ չեմ ասել։ Չէ, մի ասա ավելի լավ է։ Լավ, պետք է ասեմ։ Միշտ որ կոֆե ա դնում։ լարվել, մայրիկը սկսում է լարվել արդեն։ Կոֆե ա դնում ու գնում ա ուրիշ սենյակ։ Ու որևէ անգամ նա այդ կոֆեն Թափվում է։ վառվում ա, Մենք ենք անջատում։ Մանեջան, ու մենք ենք անջատող։ Ուրեմն ասեմ, սուրճը ամենահամեղը լինում է այն դեպքում, Բա։ երբ թափվում է։ հասկացա։ Ու գիտես մի բան էլ ասեմ, ես քանի որ դու Բարձրանում ա։ Քանի որ դու- Հետո պետք է հանես։ Ոչ թե թողնես գազի վրա թափսի։ Ալիա Երբ մենք էլ թափվում է այդպես համեղը։ գիտեինք, լսի մենք էլ այդպես գիտեինք, բայց պարզվում է, որ մեծահասակները դա փոքրերի համար է իրականում այդպես, բայց մեծահասակները սիրում են հենց այդ բարձրացող սուրճը, որ թափվում է, որտեղ այդպես շատ համով է։ Եվ մի բան էլ ես անկեղծանամ, քանի որ դու անկեղծացար։ Գիտես դա բոլորիս տանն է նույն պատկերը։ Մենք Որովհետև որտեղից գիտենք դա։ մենք էլ ենք այդպես անում։ Այո։ Ու Շատ եթե համեղ ճիշտ էր։ ասեմ, ես էլ Ալիայից բարակրեց էլի անկեղծանալ։ Ինձ թվում է արից այդպես Անկեղծ մյուսը։ պատմեր։ Տանը ուրեմն մի անգամ մենակ եմ, որոշեցի ես ինքս ինձ սուրճ պատրաստել։ Դե ես էլ միշտ փնթում եմ կնոջս վրա, որ ախր ոնց կարելի է ուշադիր չլինել։ Դրել ես, լավ, եթե դու զբաղված ես ինձ ասա, ես կգամ կամ անը չկա, Բայց անային երբեք ասի։ չի նայելու։ Այդ Դե սուրճը։ հացի դա մյուս կողմն է, բայց թող ասի, ինչ գիտի, գուցե կն։ Հիմա ես մենակ եմ տանը, որոշեցի ես էլ սուրճ պատրաստել։ Դե ուշ էին գալու, մի խոսքով ես հաստատ, եթե ես սուրճ ունեմ, սուրճ չեմ ունենա։ Պատրաստեցի սուրճը, մի վարքյան էր, հետո նոր հասկացա այդ մտքում ես եւ աչքից դիմաց եկան այդ նույն ֆլեշբեքերը, հին հիշողությունները։ Ախր մի վարքյան էր, աչքս թերթե փոխեցի ու թափել։ Մի վարքյան։ Կանգնում ես, մեկը այդ թերթում ես Փոխը կանգնած էի ու անկեղծ միանք թափվեց սուրճը։ Գիտեք ոնց եմ այդ գազօջախը մաքրել, որ հանկարծ չբռնվեմ այդ աշխատանքի վրա։ Էլի լինի ասել։ Բայց իհարկե, ինչպես նշեցի, երբեմն դնում ես սրճեփին շատ ուշադիր նայում, բայց քանի որ մտքերով այլ տեղ ես, աշխատանքի կամ ինչ-որ մի բանի մասին ես մտածում, չես կենտրոնանում, սուրճը թափվում է։ Հետո ես չեմ կարողանում հանգիստ կանգնեմ այդ սուրճին սենց նայել։ Իհարկե։ Ոնց որ կողքից ուզում ես մի բան Մի էլ քանի անես։ գործ Բայց հասցնել ինքը գնա ուրիշ սենյակ, այնտեղ նստում ա իր համար։ Էվա պետք է այդ ժամանակ նույն սենյակում լինես այդ գազի հետ, որ նայես, ու ես եմ միշտ անջատող այդ գազը։ Բայց ես հասկացա, որ Մաշը հանում է։ Ալյան պատմում է ամեն ինչ, իսկ այդ ընթացքում Մաշը լուր շարունակում է արագ աշխատանքը Ու հիմա ավարտել։ այս ուտեստը Հասանք։ ասեմ, որ ես հատուկ դիտավորյալ շատ չեմ խառնում, որտեվ այս ուտեստը, որը հիմա մենք առաջին անգամ այսքան սիրուն պատրաստում ենք, վերջ դառնում է մեր տան ուտեստներից մեկը, ու երեխաները արդեն ինչ-որ կանեն եւ կհյուրասիրեն։ Ես առաջարկում եմ իրականում անկեղծ շատ հաճելի է ձեզ հետ զրուցելը, ձեզ հետ շփվելը, բայց ժամանակը մեզ շատ սուղ է, հաշվի առնելով, որ մենք դեռ եւս հյուր ունենք, որի հետ պետք է զրուցենք։ Մենք պատրաստեցինք աղանդեր, Որը շատ համեղ է։ շատ համեղ էր, ես էլ հեսա շատ շուտով կփորձեմ։ Մենք նաև կարծես թե սենդվիչի տեսքով։ Այո, սա էլ է պատրաստ։ Ահա, պատրաստ է արդեն։ Կարող ենք մատուցել։ Այո, կարող ենք մատուցել աբսենտեր։ Բա ես կդնեմ։ Ես կարծում եմ շատերի համար սա էր արդեն իրենց Օպա։ ճաշացանկում կավելանա։ Պասեք հենց պետք է բան։ Դուք սիրում եք քունջոտ։ Այո։ Շատ։ Իսկ դուք գիտեք քունջոտի օգտակարության մասին։ Ոչ։ Շատ առողջարար է, օգտակար ու բազմաթիվ Մենք շատ վիտամիններ է շուտով կգանք պարունակում։ ձեզ կպատմենք։ Վերջի Շտրիքները վերջացրեցինք։
Բայց դեռ Այս կաղեք դրար հետ տանեք ցես։ Մեզ մնում է միայն հասնել խոհանոցի սեղանի մոտ եւ փորձել նաեւ այս սենդվիչը։ Քանի աղանդերը չես կերել, կարող ես սենդվիչը փորձել, ինչ կասես։ Ես կողմնակից եմ ոչ թե քաղցր նախաճաշի, այլ իրականում աղի նախաճաշի։ Ո՞վ աղջիկները նույնիսկ մատուցում են մեզ։ Հիշում եք, չէ, ես քաղցր չէի ուտում։ Շնորհակալություն, Ես այսօր քեզ երկու պագում։ Գեղեցիկ է շատ, անկեղծ շատ գեղեցիկ է, Ալիա, շատ շնորհակալություն դիզայնի համար։ Անկեղծ երկուսն էլ շատ գեղեցիկ են, թե մեր քաղցրը, թե մեր աղին։ Եվ վստահ եմ շատ համեղ։ Այսպես լիարժեք մենք նախաճաշի ընտրություն ունեցանք։ Իրինա, շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք առավոտյան, աղջիկներ ձեզ էլ անչափ շնորհակալություն։ Մենք էլ ենք շատ Եթե հավանեցիք, կարծում եմ կարող ենք Էլի ձեր հանդիպել։ գրաֆիկին հարմարվելով մենք աղջիկներ, հաշվի առնելով, որ դուք շատ զբաղված եք, նորից հանդիպենք մեր Իստում հենց փորձեն մեզ նորից կհրավիրեն հետո։ Անպայման։ Վստահ կհավանեք։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ որ ենք մաղթում, իսկ ձեզ սերիներս նույնպես բարեխորժակ ենք մաղթում, այս պեն առաջարկում երաժշտություն, որից հետո վերադառնանք ու կշարունակենք։